Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ամերիկայի ձայնի Բարի լույսի հերթական թողարկումն է։ Մարդիկ հաճախ տարօրինակ կամ հասկանալի պատճառներով թաքցնում են իրենց թերություններն ու սխալները։ Շվեդիայի սխալների թանգարանում ինչևէ ներկայացված են Harley Davidson եւ այլ հանրահայտ ընկերությունների չհաջողված բիզնես նախագծերը։ Նորարարությունների ոլորտում բիզնես նախագծերի 80-ից 90%-ը որպես կանոն ձախողվում է, ասում է հոկեբան Սամուել Վեսթը, ով Շվեդիայի Հելիսբորգ քաղաքում գտնվող Սխալների թանգարանի համադրողն է։ Սխալների թանգարանում ներկայացված են բոլոր խոշոր կոմերցիոն ընկերությունների այն ապրանքատեսակները, որոնք շուկայում հաջողություն չեն ունեցել։ Օրինակ, ատամի մածուկ արտադրող հայտնի Colgate ընկերությունը 80-ականներին փորձել է տավարի մսով լազանիա արտադրել, սակայն այն ձախողվել է ճիշտ այնպես, ինչպես Coke 2-ը, New Coke-ը կամ Crystal Pepsi-ն, իսկ բոլորովին վերջերս Google-ի ակնոցները։ Սամուելը պատմում է, որ թանգարանում ներկայացված են թե բիզնեսի, թե PR-ի տեսանկյունից բազմաթիվ չհաջողված նախագծեր, որոնք ժամանակին մղձավանջ են դարձել աշխարհի խոշորագույն կոմերցիոն ընկերությունների համար։ Ինչևէ, Սամուել Վեսթը գտնում է, որ ցանկացած նոր նախաձեռնություն սկսելիս ձախողվելը սովորական եւ բնական երևույթ է։ Skill or learn something, it's okay to fail. Շվեդիայի սխալների թանգարանից տեղափոխվենք Հոլիվուդի ամենահայտնի գրիմի դպրոցներից մեկը, որտեղ դասավանդում են աշխարհում գրիմի լավագույն մասնագետները։ Լոս Անջելեսի սրտում է գտնվում Հոլիվուդի ամենահայտնի գրիմի դպրոցներից մեկը, որտեղ դասավանդում են աշխարհի լավագույն մասնագետները։ Հենց այս դպրոցի շրջանավարտներն էլ ստեղծում են հոլիվուդյան հայտնի ֆիլմերի հերոսների եւ հակահերոսների գունեղ, տպավորիչ, ինչպես նաեւ ամենասարսափելի կերպարներին։ Վենիլը ասում է իր ուսանողներին, որ ավելի շատ արյուն է պետք նկարել, հատկապես եթե հերոսը վիրավորվել է, նրա վերքը պետք է թարմ լինի։ Վենիլը գրիմի արվեստը եւ իր տիրապետած բոլոր հմտություններն ու գաղտնիքները սիրով փոխանցում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած իր ուսանողներին։ Այս դասի ընթացքում ուսանողները հմտանում են վերքերի եւ կապտուկների ստեղծման ուղղությամբ, իսկ հաջորդ դասի ընթացքում ուսանողները ավելի շատ կենտրոնանում են կերպարների ստեղծման վրա։ Վենիլի խոսքերով ուսուցարման առաջին փուլում կարևորը հերոսի դեմքի մասին պատկերացում կազմելը, որի համար կարևոր է ռեժիսորի եւ սցենարիստի հետ սերտորեն համագործակցելը։ Չափազանց կարևոր է, որպեսզի դերասանը հեշտորեն կարողանա գրիմով քայլել, լսել եւ խոսել։ Իսկ եթե խնդիրը հրեշի կերպար ստեղծելն է, ապա դա նրա խոսքերով ամենաբարդ եւ ժամանակատար աշխատանքն է, որի վրա կերպարի մասնագետները սովորաբար աշխատում են մի քանի ամիս, ուշադրություն դարձնելով գեղարվեստական եւ տեխնիկական մանրուքներին։ Գրիմի վարպետները պատմում են, որ համակարգչային գրաֆիկայի ժամանակաշրջանում իրենց աշխատանքի հանդեպ վերաբերմունքը փոքր-ինչ փոխվել է, սակայն թե ռեժիսորները, թե պրոդյուսերները կրկին նախապատվությունը տալիս են գրիմին։ Գրիմի վարպետ Վենիլը աշխատել է Beetlejuice, Batman, Կարիբյան ծովի ծովահենները եւ բազմաթիվ այլ հոլիվուդյան ֆիլմերի վրա։ Նա աշխատել է հոլիվուդյան տարբեր կինոաստղերի հետ եւ արժանացել Օսկարի 3 անգամ։ Սակայն Վեն հիշում է, որ 70-ականներին, երբ նոր էր փորձում կատարել իր առաջին քայլերը այս ոլորտում, բազմաթիվ ռեժիսորներ ասում էին, որ գրիմն ու կերպարի արարումը նրանը չէ, եւ խորհուրդ տալիս այլ գործով զբաղվել։ Վեն պատմում է, որ առաջին խնդիրը, որի հետ նա հաճախակի առնչվում էր, այն էր, որ գրիմի մասնագետները հիմնականում տղամարդիկ էին, եւ ռեժիսորների համար անսովոր էր այս դերում տեսնել կնոջ։ Այսօր թերևս Հոլիվուդում գրիմի վարպետների մեծ մասը կանայք են։ Մեկ այլ դասընթացի ընթացքում ուսանողները կենտրոնանում են գրիմավորման մեկ այլ տեսակի՝ պրոթեզավորման վրա եւ աշխատում տարատեսակ նյութերով։ Ուսուցման ընթացքում նրանցից յուրաքանչյուրը նաեւ հանդիսանում է որպես մոդել տարբեր փորձերի համար։ Բարեկամներ, այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Մաղթում եմ ձեզ բարի օր եւ բարձր տրամադրություն։ Հետևեք Ամերիկայի ձայնի հաղորդումներին մեր Facebook-ի էջում եւ կայք էջում։